Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Լճի մակարդակը մեկ աճում է, մեկ նվազում։ Մարդ գլուխ չի հանում։ Ի վերջո ուրախանա թե տխրի։ Պատասխանատուները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են, որպեսզի ըստ ընդունված պլանի լճի մակարդակը հասնի 1903 մետրի։ Այդ նպատակակետը սակայն կարծես դեռ հեռու է իրականությունից։ Դեկտեմբերի 5-ի դրությամբ արդեն մակարդակը կազմում է 1924 մետր, որը եթե համեմատենք նախորդ տարվա նույն օրվա մակարդակի հետ, արդեն 18 սանտիմետրով ացած էր։ Եվ բնականաբար մինչև տարեվերջ կրկին մի քանի սանտիմետրով դեռևս մակարդակը կնվազի, այսինքն այդ բացասական տարբերությունը -17-18-ի սահմաններում կպահպանվի։ Լճի մոնիթորինգով զբաղվող մասնագետները նշում են, որ տարվա տաք ամիսներին մակարդակի բարձրացումն ու այս սեզոնի իջեցումը նորմալ երևույթ է։ Այլ բան, երբ այդ նորման գերազանցվում է։ Վստահեցնում են, որ պատճառը գլխավորապես կլիմայական է։ Այս տարի տարբերություն նախորդ տարվա գանանային վարարումների ընթացքում մակարդակի բարձրացումը համեմատաբար քիչ է եղել, որից հետո անկումը, որը սովորաբար նորմալ երևույթ է, պետք է աստիճանաբար մակարդակը նվազի իր առավելագույն նիշից հետո ավելի ինտենսիվ կերպով է տեղի ունեցել, պայմանավորված նախ եղանակային պայմաններով, հաջորդ արդեն արհեստական գործոններից եթե նշենք, համեմատաբար ավելի շատ քանակի ջրար տեղի ունեցավ, Արփա Սևանով ավելի քիչ ջուր է տեղափոխվել դեպի լիճ։ Բայց այս տարի կարծես բազմաթիվ առիթներով պաշտոնյաները հավաստում էին, որ նախատեսված հավելյալ ջրառից նվազ ծավալներ են վերցվել Սևանից եւ ընդհանրապես բարձրացրել են ջրերի կառավարման մակարդակը։ Փորձագետների կարծիքով սակայն պետական համակարգը վիճակագրությունը ներկայացնելիս ազնիվ չէ։ Դի վրա իրավիճակն այլ է, գետնի վրա այլ։ Եղել են տարիներ, ես դրա մասին նշում եմ, որ ձմռան ամիսներին մենք դիտարկել ենք Հրազդանի ուրեմն այդ որոշ մասերում, որ բերնեբերան կոպիտ ասած ժողովրդական լեզվով ջուր էր գալիս այս կողմ։ Հավանական նման գործողությունների պատճառը կարող է լինել բիզնես շահը։ Ի վերջո, ջուրը փող է, ներկայում բավականին մեծ փող։ Իսկ ջրային ռեսուրսների կառավարման թափանցիկությունը ըստ մասնագետների բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Իհարկե դրանք ունեն իրենց հետևում շահեր։ Գիտեք, հեկերի Հրազդանի հիդրոկասկադը եւ գյուղատնտեսության հետ կապված եւ այլն եւ դրանք կբերեն ուղղակի էկոլոգիական աղետի, որը իր հետ կբերի լուրջ խնդիրներ Հայաստանում։ Մասնագետներն ահազանգում են, ամենևին էլ չափազանցություն չէ, որ Սևանի գլխին կախված աղետը աննախադեպ կորստաբեր կարող է լինել։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։